Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր սեպտեմբերի 22-ն է, երկուշաբթի։ Թուրքիայի խորհրդարանի падգամավոր Ֆաթմա Աքսալը Հայաստան է այցելել։ Երևանում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում։ Հարցին, թե որպեսզի Թուրքիան բացի սահմանները պետք է ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, Աքսալն ասել է, որ սահմանների բացման համար որևէ պայման չկա։ Հայաստանը հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու այդ երկրների միջև, բայց մենք որևէ պայման չենք դրել, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին գործընթացը շարունակվում է երկխոսության ձևաչափով եւ հուսով ենք ամեն ինչ կընթանա դրական, ասել է նա։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այն ներկայացրել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական որոշ ցուցանիշների։ Հայաստանի Հանրապետությունում արտահանման եւ ներմուծման դինամիկան եղել է այնպիսին, որ արտահանումը նվազել է 52.8%-ով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը, իսկ ինչը ամենակարևորն է եւ ուրախալին, հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 10.3%-ով։ Հունվար-հունիս ամիսներին ապրանքների ներմուծումը նվազել է 38.6%-ով, որը նույնպես պայմանավորվել է վերարտահանման կտրուկ նվազմամբ։ Վերարտահանման ազդեցությունից մաքրած ներմուծման աճը կազմել է շուրջ 7%։ Հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվականակի անկումը կազմել է 4.1%, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվականակի 14.6% նվազմամբ։ Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվականակը աճել է 3.4%-ով, որը հիմնականում պայմանավորվել է Վրաստանից, Իրանից, Չինաստանից եւ այլ երկրներից զբոսաշրջիկների թվականակի աճով։ Հունվար-հունիս ամիսներին ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքը աճել է 22.7%-ով, որին Ռուսաստանի Դաշնությունից զուտ ներհոսքը նպաստել է 18.1%-ային կետով, իսկ ԱՄՆ-ից 5.6%-ային կետով։ Հունվար-հունիս ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 1.3%-ով, ընդ որում ներհոսքն ավելացել է 9.2%-ով, իսկ արտահոսքը 12.4%-ով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է նշված ժամանակահատվածում 6.3%-ով, որը պայմանավորված է հիմնականում ծառայությունների աճով, առաջանցիկ աճեր են գրանցվել նաև գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում։ Գյումրիի ավականին այսօր արտահերթ նիստ է գումարել։ Հիմնական հարցը, որի համար արտահերթ նիստ անցկացնելու կարիք էր առաջացել, Գյումրիի օրտոնակատարության անցկացումն էր։ Հիշեցնենք, հարցն ընդգրկված էր ավականու նախորդ նիստում, այն Գյումրիի քաղաքապետի առաջարկով հանվել էր օրակարգից, չեղարկելով Գյումրիի օրը։ Իսկ տոնը գյումրեցիներին վերադարձնելու համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հայտարարեց ավականու արտահերթ նիստ նախաձեռնելու մասին։ Այսօր էլ Գյումրիի ավականու խմբակցությունները տարակարծություններ ունեցան միջոցառումների անցկացման ֆինանսավորման աղբյուրների շուրջ։ Տոնել թե չտոնել քաղաքի օրը։ Գյումրիի ավականին այս հարցը քննարկում է երկու նիստ անընդմեջ։ Նախորդ նիստի ընթացքում հարցն օրակարգից հանվեց ու Գյումրիի քաղաքապետը նշեց պատճառները, թե ինչու տեղին չէ քաղաքի օրը տոնելու մասին մտածել։ Հաջորդ անգամ հետաքրքրեցինք քաղաքացիական պայմանագրից ընդամենը 3-4 հոգի էր մնացել։ Հարցը կայանում էր նրանում, որ մշակույթի բաժինը շատ քիչ գումար էր ներկայացրել։ Մեր ավականիներից մի քանիսը ներկայացրեցին, թե կարելի է գումարը տեղափոխել ամանորյան միջոցառման վրա եւ ավելի ավելացնել, ավելի նորմալն անել։ Տեսակետությունները կար, ես չուզեցա այդ ժամանակ տարածել, բոլորս գիտեք, ասեցիք ցուրտ է, դրամատուրգություններ չկա, հարցը հանում ենք։ Ամանորին ավելի ցուրտ է, բայց եթե դրամատուրգություն չկա, ոչ թե ասենք ինձ հետ կապված կամ ինչ-որ մի բանի հետ կապված։ Քաղաքը հեչ դրամատուրգության հետ կապ չունի։ Ուղղակի դրամատուրգություն ասելով դալիճի դրամատուրգությունը։ Որ ասենք դալիճի դրամատուրգություն չունենա գյումրեցիների համար լավ բան չանենք։
Այսօր արդեն այլ տրամադրություններով Գյումրիի օր անցկացնելու հարցը բերվել էր արտահերթ նիստի օրակարգ։ Ավականին պետք է քննարկեր ու քվեարկեր տոնական օրվա միջոցառումների անցկացման համար գումար հատկացնելու հարցը, բայց պարզվեց դրա կարիքը չկա, ավելի պարզ, միջոցառումների համար գումարն արդեն կա, բայց ոչ քաղաքային բյուջեից։ Ես առաջարկում եմ ուրեմն այս հարցը հանել, որովհետև բարերար կա, որ ինքը ստանձնում է այս պարտականությունը իր վրա, եւ ինչքան որ մենք նախատեսել ենք կրկնակի եւ ավելի եռակի անգամ գումար է ծախսելու քաղաքի օրը անցկացնելու համար եւ մենք էլ կկարողանանք այդ գումարներով նախակրթարան, սպորտ դպրոց, երաժշտական դպրոց կամ ինչ-որ կդուրներ կամ մարդկանց սոցիալապես օգնել։ Այդ բարերարները լավ կլինի, ինչպես նշեցի, Գյումրիում մոտ 80-ից ավել բազմաբնակարան շենքեր կան, որ տանիքների վերանորոգելու խնդիր կա, տնակներում ապրող բազմազավակ ընտանիքներ կան, որոնք տան կարիք ունեն։ Այս մեր բարերարները թողնեն են Արցախից մոտ 600 ընտանիք բռնի տեղահանված Գյումրիում, բազմազավակ ընտանիքներ, մանկահասակ երեխաներով, այս մեր բարերարները թող այդ ընտանիքների 1-2 բնակարան քնեն նվիրեն, իսկ Գյումրին հայացած Գյումրու համայնքապետարանը կառույց է, փորձառու համայնքապետով, աշխատող բաժիններով Գյումրու օրը պետք է նշվի Գյումրու համայնքապետարանի անմիջական մասնակցությամբ եւ կազմակերպմամբ։ Գյումրիի քաղաքապետը բացատրեց, բարերարը գումարն է տալիս, բայց միջոցառումների ձևաչափը, անցկացման օրն ու ժամը որոշում է քաղաքապետարանը, մասնավորապես մշակույթի բաժինը։ Ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից էլ հավելեցին, տոնական օրվա օրն ու ժամն արդեն հայտարարվել է եւ ոչ քաղաքապետարանի կողմից։ Համացանցում ողն անհարց հայտարարություն է անում համայնքապետարանի ավականունի անունից եւ որոշում է թե Գյումրու օրը ինչպես պիտի նշել, երբ պիտի լինի, որ ժամին։ Այս է անընդունելի, սա նշանակում է, որ համայնքապետարանը տեղում չէ եւ չի կարողանում հասարակ միջոցառում կազմակերպել։ Մենք այնքան տեղում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաք այդքան տեղում չէ։ Մինիստրություններն էլ այդքան տեղում չեն, ոնց որ ես տեղ նստած եմ։ Այդ մեկ։ Երկրորդ էջին պետք է մի հատ արգոսները հանելու ցանկություն հայտնել, որ իրոք տեղում ենք։ Աղջիկ ջան, իսկ մյուսն էլ ասեմ ձեզ, լավ, ոչինչ, բանը, պետք է չէ որ լաժա ասեմ։ Մեր համակարգացիները ուզում են, որպեսզի Գյումրու ավականին համախմբված որակյալ կառավարում ապահովի մեր Գյումրիի քաղաքի համար։ Դա մեր գյումրեցիների երազանքն է։ Կարող ենք իրականացնել այդ երազանքը, ուրեմն աշխատենք։ Չէ ուրեմն ցրվենք տներով, թող մեկ ուրիշները կան զբաղվեն։ Ասածս ինչին է միտված։ Յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ զգում եմ, որ լարվածության մթնոլորտ կա։ Լարվածությունը սակայն Գյումրիի օրտոնակատարության անցկացման հարցի քննարկման ելքի վրա ոչ մի կերպ չազդեց, որովհետև հարցը քվեարկության չդրվեց։ Խմբակցությունների կարծիքները, ելույթները, քննադատությունները պարզապես հրապարակային հնչեցին։ Գյումրիի քաղաքապետն օգտվեց իր իրավունքից ու տոնը նշելու համար դրամական միջոցներ հատկացնելու հարցը պարզապես օրակարգից հանեց։ Տոնը կնշվի բարերարի միջոցների հաշվին։ Ու մի բան ասեմ, որ քվեարկելու մենք չենք դնելու այս հարցը։ Քաղաքապետը իրավունք ունի հարցը հանելու եւ քաղաքապետը իրավունք ունի քաղաքի օրը նշանակելու եւ այդ հարցերը կազմակերպելու։ Այսինքն սա եթե գումարային հետ կապված է, այո, ավականի լիազորությունների մեջ է մտնում։ Այս հարցը ես հանելու եմ միանշանակ, դուք չեք քվեարկելու։ Սրանով իսկ Գյումրիի քաղաքապետարանը 15 միլիոն դրամ է տնտեսում։ Ճիշտ այդքան գումար էր նշված Գյումրիի օրը նշելու դրամական հատկացման մասին նախագծում։ Ավականու մեր քաղաքը խմբակցությունն էլ առաջարկեց տնտեսված գումարները հատկացնել մեկ այլ նպատակի, մասնավորապես մանկապարտեզի վերանորոգման համար։ Եթե հիմա բոլորս եկել եք կողմ քվեարկելու 15 միլիոն դրամադրելու, այսպես հատկացնելու կողմ դրամադրվածության մտել ենք դալիճ, ուստի եւ առաջարկում է մեր քաղաքախմբակցությունը այդ 10 միլիոնը հենց հիմա ես գրություններ առաջարկել երկաթգծի բանավարում գործող էլիտա մանկապարտեզի հիմնանորոգման համար։ Ավականու արտահերթ նիստը այն մասին, որ քաղաքի տոնը նշվելու է եւ ոչ քաղաքի միջոցներով ավարտված համարեցին։ Արտահերթի օրակարգում մեկ հարց էլ կար, որը վերաբերում էր
երկու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դրամական միջոցներ հատկացնելուն։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Երեք Կանադան, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը հայտարարել են Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Ի դեպ Կանադան դարձավ G7-ի առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Պաղեստինը։ Ավելի ուշ Պաղեստինի ճանաչման մասին հայտարարել է նաև Պորտուգալիան։ Մի քանի արևմտյան երկրներ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, Պորտուգալիան նախկինում հայտարարել էին, որ կճանաչեն Պաղեստինի պետությունը այսօր մեկնարկող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի ժամանակ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը տեսաուղերձում ասել է. Այսօր պաղեստինցիների եւ իսրայելցիների համար խաղաղության եւ երկու պետությունների լուծման հույսը վերականգնելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է այդ քայլին, իսկ Իսրայելը քննադատել է այն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխան ուղերձում ասել է, որ դա տեղի չի ունենա, Հորդանան գետից արևմուտք պաղեստինյան պետություն չի ստեղծվի։ Պաղեստինի ճանաչման մասին X-ի էջում հայտարարել է նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը եւ առաջարկում է իր գործընկերությունը Պաղեստինի պետության եւ Իսրայելի պետության համար խաղաղ ապագա կառուցելու գործում։ Պաղեստինի պետության ճանաչումը Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի հետ երկու պետության հիման վրա լուծման հասնելու միջազգային ջանքերի մաս է կազմում, իր հերթին հայտարարել է Ավստրալիայի կառավարությունը։ Ժամեր անց Կիրակի երեկոյան Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելեն նույնպես հայտարարեց Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Արձագանքելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պարգև ջիհադիստական կազմակերպության համար, որը խրախուսվել է Մեծ Բրիտանիայում իր մահմեդական եղբայրների դաշնակիցների կողմից, հայտնում է BBC-ն։ Հիշեցնենք, որ երբ հուլիսի վերջին Ֆրանսիան հայտարարեց Պաղեստինի պետությունը ճանաչելու իր մտադրության մասին, Նեթանյահուն նամակ գրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, մեղադրելով նրան հակասեմիտիզմի կրակին յուղ լցնելու մեջ։ Պաղեստինը ներկայումս ճանաչված է ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների մոտ 3/4-ի կողմից, սակայն ընդունի միջազգայինորեն համաձայնեցված սահմաններ, մայրաքաղաք կամ բանակ, ուստի այս ճանաչումը մեծ մասամբ խորհրդանշական է։ Երկու պետությունների լուծումը նախատեսում է պաղեստինյան պետության ստեղծում Արևմտյան ափին եւ Գազայի հատվածում, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։ Իսրայելն այժմ օկուպացրել է Արևմտյան ափը եւ Գազան, ինչը նշանակում է, որ պաղեստինյան ինքնավարությունը լիակատար վերահսկողություն չունի իր տարածքի եւ ժողովրդի նկատմամբ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ավելի քան 550,000 բնակիչ լքել է Գազա քաղաքը, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Միևնույն ժամանակ դիվիզիաները ավարտել են իրենց մուտքը Գազա քաղաք եւ սկսել են գործողություններ իրականացնել քաղաքում գտնվող Համասի հենակետերում, ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է Խան Յունիսում մարդասիրական գոտի ստեղծելու մասին։ Միացյալ Նահանգներում հրաժեշտ են տալիս ակտիվիստ Չարլի Քրքին։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Արիզոնայի State Farm մարզադաշտում հարգանքի տուրք մատուցելու պահպանողական ակտիվիստին։ Հայտնի է, որ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է մոտ 200,000 մարդ։ Դոնալդ Թրամփը ելույթում ասել է, ատրճանակն ուղղված էր նրա վրա, բայց գնդակն ուղղված էր մեզ։ Չարլի Քրքը սպանվել էր սեպտեմբերի 10-ին Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ Սպանության մեջ մեղադրվում է Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնը։ Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել նաև Թրամփի երբեմնի մտերիմ դաշնակից Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ սա Թրամփի եւ Մասկի առաջին համատեղ հրապարակային հանդիպումն էր նրանց նույնքան հրապարակային վեճից ի վեր։ Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացված Գյուրջիևի օրերը Հայաստանում խորագրով միջազգային գիտաժողովը եզրափակվել է Գյումրիում Սև Բերդ ամրոցում կազմակերպված համերգով։ Հնչել են մեծանուն միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունները։ Քառօրյա միջազգային գիտաժողովին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականները ներկայացրել են Գյուրջիևագիտության վերջին հայտնագործություններն ու ուսումնասիրությունները։ Շեշտադրվել է նաև երաժշտությունը, որը մասն է նրա հարուստ ժառանգության։
20-րդ դարի մեծագույն մտածող Գեորգի Գյուրջիևի ծննդավայրում Գյումրիում 2008 թվականին ունեցած առաջին համերգը սկիզբն էր այն մեծ ճամփորդության, որով պետք է անցներ համանուն նվագախումբը եւ միջազգային մեծ ճանաչում վաստակեր։ Գյուրջիև անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը միստիկ փիլիսոփայի երաժշտական ժառանգության դաշնամուրային նոտագրումներն է մշակել ու համադրել ազգային նվագարանների հետ։ Գյուրջիևը 300-ից ավելի դաշնամուրային ստեղծագործություններ ունի։ Ուրեմն հիմքը եղել է արևելյան երաժշտությունը։ Այստեղից սկսած ունի, քանի որ Գյումրին էթնիկ հարուստ քաղաք է եղել, էթնիկ հարումով տարբեր ազգեր են ապրել, հայերի կողքին ապրել են նաև ասորիներ, հույներ, քրդեր, եզդիներ եւ այլն։ Եվ ինքը այդ ամեն ինչը հիշելով ինքը ապակային թելադրել է Թոմաս Դե Հարտմանին, որ շատ հայտնի կոմպոզիտոր էր, իր աշակերտներ։ Թոմաս Դե Հարտմանը նրանք դաշնամուրային ստեղծագործությունների է վերածել իրար հետ։ Չունենալով երաժշտական կրթություն, իր ստեղծագործությունները Գյուրջիևը թելադրել է հայտնի կոմպոզիտոր Հարթմանին, որն էլ դրանք նոտագրել է։ Գյուրջիևը ճանաչման է հասել իր փիլիսոփայական ուսմունքով, երաժշտական եւ մշակութային ժառանգությամբ։ Ճամփորդել է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում, ուսումնասիրելով հնագույն երաժշտություն, պարեր ու հոգեվոր ավանդույթներ։ Ագունքը եղել է դա եւ շատ ավելի հասկանալի է դառնում, երբ մենք լսում ենք այն կորձիկներով, ինչ ինքը պետք է որ լսած լիներ Գյումրիում կամ առհասարակ իր ճանապարհորդությունների ընթացքին։ Գյուրջիև անսամբլը միավորել է Հայաստանի լավագույն երաժիշտներին, որոնք մասնագիտացված են հայկական եւ Մերձավոր Արևելքի ավանդական նվագարանների մեջ։ Աշխարհի 30 երկրի շուրջ 150 քաղաքներում է համերգներով հանդես եկել։ Երաժշտությամբ կամրջել են Արևելքի եւ Արևմուտքի հնագույն նաեւ ժամանակակից ավանդույթները, ներկայացրել Գյուրջիևի հոգեվոր եւ մշակութային արվեստը։ Կարծես այդ երաժշտությունը օգնի մարդուն կենտրոնանալ ինքն իր հետ, որովհետեւ մենք հաճախ մեզանից դուրս ենք ամեն ուրեք, բայց ոչ մեր հետ։ Եվ Գյուրջիևի ուսմունքն էլ է դա ինքնաթիդարկում, հիշել ինքդ քեզ եւ անընդհատ քո վրա աշխատել։ Հայ ավանդական երաժշտության եւ ազգային նվագարանների խորհրդավոր մեղեդիներին միացան նաեւ Երևանի Պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի երգչախմբի կատարումները։ Միստիկ փիլիսոփան ինքն է խոստովանել, որ իր մտքի փիլիսոփայության վրա մեծ ազդեցություն է ունեցել այն միջավայրը, որտեղ ինքը ծնվել է։ Իսկ նրա ուսմունքի արմատները ձևավորվել են հայկական միջավայրում, Ալեկպոլում։ Պարզապես խնդիրը կանում է նրանում, որ մենք, ես ինքս, դուք բոլորդ ընդունենք Գյուրջիևին որպես մեր քաղաքի, ասեմ դες ամենանշանավոր մարդը, գիտեք ինչ առումով, որ երբ իր գրքերն ես կարդում կամ իր հուշերն է, ինքը խոնարհվում է այս քաղաքի առաջ, իրեն տված ժառանգության առաջ, իր ծնողների թողած հիշատակի համար։ Եթե մենք համանշանակ, համապարփակ մոդեցում իրեն ցույց տանք, ապա ձեր ասածը կգումարվի, Գյուրջիևն ավելի մասսայական եւ ավելի հարկանքի կառաջանա։ Հայազգի միստիկ փիլիսոփայի մեծությունը գնահատում եւ արժեվորում են աշխարհի բոլոր երկրներում հիմնված Գյուրջիևա գիտական կենտրոններում, որտեղ մինչ օրս հետազոտվում են նրա մեթոդներն ու գրական ժառանգությունը։ Նրա ուսմունքի հետազոտություններն ու գիտական աշխատություններն էին ներկայացված Գյուրջիևյան միջազգային գիտաժողովում։ Գյուրջիև բնականաբար ինքը ուրեմն մեծանուն կենսական փիլիսոփա միաժամանակ պետք է ընդունենք, որ ինքը շատ ավելի ծանոթ է դրսերում, արտերկրում, քան թե ուրեմն Հայաստանում։ Դրա համար այդ դեպավորության տակ ենք, որ ժամանակը եկել է, արդեն ուրեմն 20-25-ին, որ այդ դրությունը փոխվի։ Եվ դրա համար հարկավոր է բերել այստեղ աշխարհի ամենաառաջադար գիտնականներին, որ կան Հայաստան եւ ներկայացնել իրենց ուրեմն վերջին տարիների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։
Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պրոֆեսորի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված Գյուրջիևյան օրեր միջազգային գիտաժողովին տարբեր երկրներից մոտ 30 գիտնականներ էին մասնակցում։ Մասնակիցները եղել են նաև Գյումրիում Գյուրջիևի հայրական տանը, այցելել նրա հոր Աշուղ Ադաշի գերեզմանին, շրջել այն վայրերով, որոնք առնչվում են նրա կենսագրության Ալեկպոլյան շրջանին։ Իմ ներկայությունը այս կոնֆերանսում արտառոց է այնքանով, որ ես Գյուրջիևագետների խմբին չեմ պատկանում։ Գյուրջիևին ուսումնասիրում եմ որպես անհատ։ Գիտաժողովից հետո Գյումրի գալը մասնակիցներից համար մի յուրահատուկ ուխտագնացություն էր։ Մենք կարողացանք զգալ այն միջավայրը, որտեղ ծնվել եւ իր կյանքի մինչ եվրոպական շրջանն ապրել է Գյուրջիևը։ Մարդու հարմոնիկ զարգացումն է Գյուրջիևի ուսմունքի հիմքում, որն իր մեծ ազդեցությունն է թողել ոչ միայն արվեստագիտության, նաև բժշկության, ճարտարապետության եւ այլ ոլորտներում։ Գյուրջիևյան ժառանգությունը ոչ միայն նրա ուսմունքն է, նաև երաժշտական ստեղծագործություններն ու պարերն են։ Մեկ դար առաջ Գյուրջիևն ինքն է բեմադրել պարերը։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։